Ողջույն բոլորին, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին Զատիկի տոնական սեղանի համար նմանը չունեցող անմահական իշխան ձուկ ենք պատրաստում։ Զատիկի սեղանը միշտ առանձնահատուկ է, քանի որ ամեն ուտեստ պատրաստվում է սիրով, մի փոքր խոհանոցային կախարդանքով։ Իշխան ձուկը պետք է պատրաստենք առանձնահատուկ եղանակով, խաղողի 4 ճյուղերով, թարխունով, առանց 1 կաթիլ ջրի։ Սա ձուկը պատրաստելու հայկական ավանդական տարբերակ է, որը սիրով ձեզ եմ ներկայացնում։ Շատերի համար պատրաստման այս տարբերակը կարող է նորություն լինել, սակայն նրանք, ովքեր պատրաստում են այս եղանակով, գիտեն, թե որքան համեղ, նրբահամ ձուկ է ստացվում։ Վերցնում ենք իշխան ձուկ, մաքրում ենք, հեռացնում ենք թեփուկները և մի քանի անգամ լավ լվանում ենք հոսող ջրի տակ։ Ես վերցրել եմ 2 կիլոգրամից ավել կշռող կարմիր իշխան ձուկ։ Խոշոր ձուկը ունի հասճարպի շերտ, և ձուկը եփելիս այն մսին հաղորդում է նրբություն և փափկություն, և շատ կարագ օգտագործելու անհրաժեշտություն էլ չի առաջանում։ Քանի որ կարմիր իշխանը ինքն իրենով համեղ ձուկ է, շատ համեմունքներ չենք օգտագործում, կավելացնենք աղ, սև պղպեղ և կարմիր քաղցր պղպեղ։ Սիրելիներս, կարող եք վերցնել արդեն իսկ պատրաստ ձկան համար նախատեսված համեմունքների փունջ։ Իշխանը երկու կողմից ներսից համեմելուց հետո ձեռքերով մերսում ենք, որպեսզի համեմունքները լավ տարածվեն։ Իշխանը այսպես լավ համեմելուց հետո թողնում ենք խոհանոցային սեղանին առնվազն 1 ժամ, այնուհետև բաժանում ենք կտորների։ Պետք է եփենք առանց ջրի, ավելացնելով 1 բաժակ սպիտակ գինի կամ գարեջուր։ Գարեջուրը կամ գինին ձկանը տալիս են փափկություն ու մեղմ համ։ Թարխունը թարմ բույր, իսկ ամենահետաքրքիրը խաղողի 4 ճյուղերն են, որոնք եփման ընթացքում փոխանցում են իրենց յուրահատուկ բնական բույրը։ Արդյունքում ստանում ենք մի ուտեստ, որը տարբերվում է դասական բաղադրատոմսերից, բայց լիովին համապատասխանում է Զատիկի տոնական սեղանին։ Եթե ցանկանում եք զարմացնել ձեր ընտանիքի անդամներին և հյուրերին, ուրեմն այս բաղադրատոմսը հաստատ պետք է փորձեք։ Իշխան ձուկը բավականին խոշոր է, ես բաժանում եմ 2-ից 2.5 սմ հաստությամբ։ Եթե ձեռք եք բերել փոքր ձուկ, ապա կարող եք բաժանել ավելի խոշոր կտորների, այդպես մատուցվող ափսեի մեջ ավելի հեշտ է հավաքել։ Քանի որ ձուկը եփելիս գարեջրի կամ գինու մեջ այլևս համեմունքներ չենք ավելացնելու, ձուկը այսպես թողնում ենք մարինացվի ամբողջ գիշեր։ Այդպես ձուկը ստացվում է շատ լավ մարինացված, և յուրաքանչյուր պատառը պարզապես վայելում ենք։ Ձկան կտորները լցնում ենք համապատասխան տարայի մեջ, ծածկում ենք սննդային թաղանթով և դնում ենք սառնարան, թողնում ենք ամբողջ գիշեր։ Սիրելիներս, ինչպես նկատեցիք, ձուկը մարինացնելու ընթացքում թարմ կիտրոնի հյութ չենք օգտագործում, այն չենք ավելացնի նաև եփելու ժամանակ։ Եփելու համար մեզ անհրաժեշտ է խաղողի 4 ճյուղեր, թարխուն, ինչպես նաև 1 բաժակ գինի կամ գարեջուր։ Բացի այն, որ խաղողի ճյուղերը թույլ չեն տալիս, որ ձուկը կպչի թավայի հատակին, դրանք տալիս են մի աննկարագրելի բույր, կարծես ձուկը պատրաստվել է հին հայկական տաղավարում, փայտի վրա։ Տապակի մեջ այսպես գեղեցիկ դասավորում ենք խաղողի ճյուղերը, ավելացնում ենք նաև առատ թարխուն։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Չմոռանաք նաև հավանել տեսանյութը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Գեղեցիկ դասավորում ենք ձկան կտորները, վերջում կավելացնենք մի քանի ճյուղ թարխուն։ Կավելացնենք նաև 250 մլ սպիտակ գինի կամ գարեջուր։ Բարեկամներ, ինչպես տեսնում եք, ձուկը ոչ պատրաստ վիճակում արդեն իսկ ունի խոստումնալից տեսք։ Պատկերացնում եք, թե որքան համեղ է ստացվելու։ Տապակը դնում ենք ցածր կրակին, ավելացնում ենք մոտ 70 գրամ սերուցքային կարագ, երբ սկսի եռալ, այդ պահից սկսած եփում ենք 30 րոպե։ Տապակը պետք է լինի փակ վիճակում, որի արդյունքում ձուկը շոգեխաշվում է քիչ հեղուկի մեջ։ Այս եղանակով պատրաստված ձուկը ստացվում է նրբահամ և շատ համեղ։
Երբ ձուկը եփում ենք առաջ ջրի մեջ, ստանում ենք շատ համեղ արգանակ, քանի որ բոլոր համերը փոխանցվում են ջրին, և ձուկը այդքան էլ համեղ չի ստացվում։ Այս տարբերակով ձուկը ունենում է հագեցած համ, քանի որ պատրաստված է ճիշտ եղանակով։ Մեր տոնական զատիկի ձուկը արդեն եփում է, այսպես կթողնենք ևս 30 րոպե և վերջ, կարելի է արդեն մատուցել։ Բույրը պարզապես արտակարգ է։ Կարմիր իշխանձուկը ես մատուցում եմ թարխունով և կիտրոնով, կարծես թե այս 3 բաղադրիչները ստեղծվել են միմյանց համար։ 1-2 կտոր կիտրոն և մեր տոնական իշխանձուկը պատրաստ է, արտակարգ է ստացվել։ Սիրելիներս, խաղողի ճյուղերով ձուկ պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե արդյոք հավանեցիք պատրաստման այս տարբերակը։ Այսօր էլ զատիկի տոնական սեղանի համար նախատեսված այսպիսի արտակարգ բաղադրատոմս։ Բոլորիդ մաղթում եմ ուրախ զատիկ։